Պաշտոնական Մոսկվան շարունակում է մեկնաբանել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ապրիլ 1-յան հանդիպումը։ Արտգործնախարար Լավրովը նշել է, թե կհետևեն Երևանի գործնական քայլերին։ Կրեմլի խոսնակը ղեկավարների հանդիպումը համարել է օգտակար, անկեղծ և անհրաժեշտ։ Նրա խոսքով երկու երկրին միավորում են խոր պատմական կապեր։ Ռուսաստանում ապրում է հայկական մեծ սփյուռք, շուրջ 2 միլիոն մարդ, հետևաբար Հայաստանի ղեկավարության ընտրած կողմնորոշիչները Մոսկվայի ուշադրության կենտրոնում են։ Վերջին 2 տարվա ընթացքում զորակոչիկների թիվը աճում է։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է ասել, կարծիք հայտնելով, թե ինչի հետ է դա կապված։ Դա ինչով է պայմանավորված։ Հիմա կասեն խաղաղության, գուցեև, բայց նաև այն բանով, որ օրենքներ են ընդունվել, որոնք փոխում են միջավայրը, եւ այդ միջավայրն է, որ հնարավորություն է տալիս մայրերին վստահ լինելու, որ այն, ինչ կար բանակի ներսում եւ շարունակվում էր, այժմ կանգնած է։ Ըստ Քոչարյանի նվազել է նաև բանակում մահվան դեպքերի թիվը։ Վրաստանի վարչապետ Իռակլի Կոբախիձեն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ասուլիսին։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նպաստել այս գործընթացի առաջխաղացմանը։ Արարատի մարզի Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում նոր ժամանակակից միջնակարգ դպրոցը կառուցված է։ Facebook-ի էջում գրել է վարչապետ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։